Այսօր Նազի հետ քննարկելու ենք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ հարցերի մասին, շատերին հուզող թեմա է, եւ առաջին ուզում եմ խոսենք, թե օրինակ, երբ որ քաղաքացին, այսպես ասած վարորդը ստանում է ակտեր, այն մասին, որ նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է կատարել։ Ինչ իրավունքներ ունի տվյալ անձը։ Նախ Մարաջան շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է այստեղ գտնվելը։ Կարծում եմ մեր այսօրվա զրույցը կլինի շատ հետաքրքիր եւ օգտակար, հաշվի առնելով, որ ես այս ոլորտում ունեմ բավականին փորձառություն եւ իմ տեսակետներով կկիսվեմ եւ փորձառությունով։ Կապված քո հարցի հետ Նարեջան, նշեմ, որ անձինք առհասարակ մի շարք իրավունքներ եւ պարտականություններ ունեն, օրենքներով նախատեսված, որը շատ ցավալի ձևով պետք է արձանագրեմ, որ այսօր ավելի շատ ոտնահարվում է անձանց իրավունքները, քան պաշտպանվում է, հաշվի առնելով, որ ակտերի ուրեմն սանկցիա կազմող հատվածում վճարները, այսպես ասած, տուգանքները իրենցից ենթադրում են ոչ շատ մեծ գումարներ ու անձինք փորձում են իրենց կոպիտ ասեմ գլուխը ազատել եւ նախընտրում են վճարենք, քան թե ինչ որ մեր իրավունքները պաշտպանենք։ Դա պետք է արձանագրենք, որ իրավունքի խախտում է, որ այսօր մեր հասարակությունը չի ցանկանում յուրաքանչյուր երկրորդ անձ, որ մոտենաս, նախընտրում է արագորեն վճարել ակտը, նամանավանդ այս վերջի շրջանում մոտ երևի մի տարի ավել կլինի գործում է կանոնը, որ երբ որ ակտը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարում է կատարվում, ապա զեղչված տարբերակով է վճարումը լինում, այսինքն մոտ 30%-ի չափով զեղչվում է այդ Այսինքն չնչին գումար է ստացվում։ Այո, վարչական տուգանքը ստացվում է չնչին գումար ու նախընտրում են արագ վճարենք, միևնույն է, մենք իրավաբան չենք, որ մեր իրավունքները պաշտպանենք, գնալու ենք դիմենք վերադասմարմինը մեզ մերժելու է, այնուամենայնիվ հետո ամբողջությամբ անիմաստ ժամանակ է այո, անձինք կարծում են, որ դա ժամանակի կորուստ է, բայց այս ամեն ինչի արդյունքում պետք է արձանագրենք, որ մենք ել ավելի մեծ խնդիրների ենք բախվում, այսինքն մի կողմից ունենում ենք, որ անձի իրավունքն է խախտվում եւ այդպես է անձի իրավունքը ոտնահարված մնում է եւ մյուս կողմից դա պրակտիկա է դառնում։ Այսինքն համատարած, այո։ Պետության սովորեցնում ենք, որ մենք անընդհատ կվճարենք։ Այո, մենք անընդհատ սովորույթ է դառնում եւ կիրառվում է բոլորիս նկատմամբ։ Ինչը շատ ցավալի է ու միայն այն դեպքերում են անձինք նախաձեռնում իրենց իրավունքների պաշտպանությունը, երբ որ արդեն բալերը այնքան նվազած է լինում, որ իրենց համար զգալի, այսինքն ռիսկի տակ է լինում իրենց վարորդական վկայականի գործողությունը, այսպես ասած, այդ դեպքում անձինք նոր սկսում են անհանգստանալ իրենց իրավունքների պաշտպանության հարցում, որը ես կարծում եմ, որ սխալ է Նարեջան։ Ուստի այս ամենով պայմանավորված հորդորում եմ, որ առհասարակ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե վարչական տուժի չափը մեծ է, փոքր է, թե ինչ է, նախաձեռնի իր իրավունքների պաշտպանությունը։ Հաշվի առնելով, որ սա ավելի սպეციფիկ է մասնագիտական ոլորտ է, մասնավորապես իրավաբանական, իսկ իրավաբանական գիտելիքներ չունեցող անձը միշտ խուսափում է, այսպես ասած, նախաձեռնի եւ ինքնուրույն մտածելով, որ հաջողության չի հասնի, բայց մեր վարչական ոլորտը ինքը տարբերվող ոլորտ է, քաղիրավական եւ իրավական եւ մնացած իրավունքի ճյուղերից սպეციფիկան ինչու՞մ է կայանում, որ այս դեպքում երբ որ նույնիսկ վերադաս մարմնի բողոք ներկայացնելու արդյունքում մենք հաջողություն չենք ունենում ու գնում ենք վարչական դատարան, վարչական դատարանը օժտված է, ուրեմն ex officio, այսպես սկզբունքով, այո, որ հանգամանքները ի պաշտոն է բարձելու ուրեմն լիազորություն ունի դատարանը եւ այդ ամեն ինչի արդյունքում մենք ունենում ենք արտար եւ անաչառ դատական ակտ։
իրավունքը պաշտպանող, անձի իրավունքը պաշտպանող դատական ակտ։ Դա այսինքն ինչ է նշանակում դա քաղաքացին կարող է ինքնուրույն ներկայացնել դատարան հայց, հա։ Ես փաստերը ներկայացնի, արդեն դատարան ինքը որոշի։ Այո, նայեք Նարեկ ջան, այսպես ասեմ, մասնավորապես թվարկեմ 5 իրավական ակտեր, այսպես ընդհանրացված ասեմ, որ անձը ինքնուրույն այսօր համացանց այն հնարավորություն անձեռնում, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքի պաշտպանության համար այդ հնարավորությունը ունի, որ բացի իրեն մասնավորապես ամենասկզբից սկսեմ, որ ավելի հասկանալի լինի։ Տեսեք, երբ որ իրավախախտման հետ կապված ունենում ենք ակտ, այսինքն անձին պաշտոնատար անձը, այո, բարեկային ծառայողի պաշտոնատար անձը կանգնեցնում է։ Այսօր ուրեմն մեր իրականության մեջ շատ հաճախ անձանց ուղղակիորեն կանգնեցնում են, վկայակոչելով, որ իրավախախտումներ են կատարել եւ անհիմն տուգանքներ են ուրեմն նշանակում անձանց նկատմամբ կիրառում։ Մասնավորապես իմ պրակտիկայից մի քանի օրինակներ բերեմ, որ գործով եկել են իմ մոտ մի մարդ, ով երբևէ ծխախոտ չի ծխել, բայց իրեն երթևեկության ընթացքում կանգնեցրել են ծխախոտից օգտվելու համար։ Ու այդ անձը շատ վիրավորված է, էլի, որ իրեն մեղադրում են մի բան, որ ինքը ուղղակի կյանքում չի անում։ Ես շատ շագերտները չբացեմ, թե գիտեք, դա փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվություն է, ինչևէ, ոնց է դա հնարավոր անձին կանգնեցնեն մի արարքի համար, որ ինքը կյանքում չի արել ոչ թե այդ պահին, այլ ընդհանրապես։ Ու ոստիկանության աշխատակիցը, մասնավորապես բարեկային ծառայության աշխատակիցը, տեսնելով վրդովմունքը, որ ինչի մեջ եմ մեղադրում, սկսում է տանել այն ուղղությամբ, որ լավ օգտվում եք հեռախոսից։ Այսինքն ուրիշ արդեն փաստաբերում, հա։ Այնպիսի մի բան, որ մեր պրակտիկայում շատ տարածված է, հաշվի առնելով, որ ուրեմն ապացուցման բեռը վարչական դատարանում գրում է կոնկրետ վարչական մարմինը, այո, եւ ամեն դեպքում բոլոր նմանատիպ տուգանքները վերացվում են վարչական դատարանի կողմից, մի հատ ավել, մի հատ պակաս մեծ կորուստ չի։ Ու ինչ որ մի հիմքով նշանակենք տուգանքը, որ իրավիճակը անցնի գնա։ Ու դե բնականաբար այդ վստահորդի զայրույթ էլ ավելի արթնանում եւ ինքի իր իրավունքների պաշտպանությունը նախաձեռնում է, որովհետեւ օգտվի իր իրավունքների պաշտպանությունից։ Այսինքն, եթե մենք չունենք ինչ-որ նմանատիպ իրավիճակ, որ ինչ-որ հանգամանք մեզ վշտացնի, մենք այսօր չենք նախաձեռնում մեր իրավունքների պաշտպանությունը, որը թերևս շատ-շատ սխալ է, ես կարծում եմ, որ նայեք, ես խորհուրդ եմ տալի այսօր յուրաքանչյուր անձի, երբ որ ցանկացած իրավիճակում իրենց կանգնեցնեն, անկախ նրանից այդ խախտումը իրենց կողմից կատարվել է թե ոչ, երբ որ մենք այդ վարչական ակտ ունենք, մեր ձեռքում է, առաջնահերթ ուսումնասիրենք։ Այդ ամենակարևորագույն գործոններից է, որ այսօր ոչ մեկ չի անում, հա դե նույն բան, մտածում են նույն բաներն է գրած, նույն հոդվածներն է, հա դե հոդվածը Չէ, բայց փաստերը տարբեր են, ինչի համար է։ Նարեկ ջան, իմ պրակտիկայից եւս օրինակ բերեմ, որ ուրեմն վարչական ակտը վերացել այն հիմքով, որ իրավական որոշակիությունը պահպանված չէր։ Տեսեք, այդ սարքով ոստիկանության ծառայողը տպում է ակտը որոշումը տալիս է մեզ, մտածում ենք, թե որ այդ սարքը տպեց, հետևաբար օրինաչափ է, ճիշտ է, տարբերակ չկա, որ իրավախախտում լինի ակտի մեջ։ Բայց այդ ակտի մեջ այնպիսի իրավախախտում կար, մասնավորապես իրավական որոշակիությունը պահված չէր։ Կիրառված էր մի հոդված, որ իրավական ձևակերպումը ասեմ, դուք եք որպես իրավաբան հստակ կհասկանաք, նշված էր ՀՀ օրենքի համաձայն տուգանել այսքան։ Առանց որևէ հոդված նշելու։ Չէ, հոդվածի թիվը ՀՀ օրենքի։ Հա, որ օրենքի, հա, որ օրենքի, հա։ Որ օրենքի։ Մեր իրավական դաշտային քաղաքացիական օրենքի հոդվածն է իմ հանդեպ կիրառել։ Ու հենց այդ հիմքով այդ բաց թողնում ասեմ, ինչև է,
Այնուամենայնիվ միգուցե այդ իրավիճակում անձը իրոք կատարել էր այդ իրավախախտումը, բայց հաշվի առնելով, որ վարչական մարմինը պետական լիազորությամբ օժտված անձ է, ինքը իրավունք չունի սխալներ կատարելու եւ ի վերջո այս հարաբերություններում մենք իրավահավասար չենք, այլ պետական մարմինը իր իշխանական դիրքով ավելի բարձր է եւ այդ ամեն ինչը որ թե սահմանադրությամբ է իր լիազորությունները սահմանված, թե հատուկ օրենքներով եւ իրավական ակտերով այդ ամենով պայմանավորված թերանալու ես կարծում եմ, որ պետությունը թերանալու իրավունք չունի։ Իսկ եթե որտեղ որ թերանում է, ուրեմն պետք է գործի արդեն քաղաքացու իրավունքը ավելի բարձր պետք է դասվի։ Ճիշտ ասած, ես էլ ունեցա նման պրակտիկա, երբ որ օրենքի անունը հոդված նշված էր, տվյալ հոդվածը արդեն ուժը կորցրել էր։ Այսինքն իրանք ինչ-որ հոդված էին դրել առանց կարդալու, ու մեր բարակայում ևս նման հիմքով կարողացանք բողոքարկել։ Այդ հարցի հետ կապված, բողոքարկելու հետ կապված, որ ասեցիք անդրադառնամ նաև այդ հարցին, մասնավորապես մեր իրավիճակում էլի ցավով պետք է արձանագրեմ, որ ես իմ պրակտիկայում չեմ ունեցել մի հատ իրավիճակ, որ վերադասության կարգով բողոքարկեմ ու իմ վերադաս բողոքը բավարարված լինի։ Ու այդ բոլոր վերադաս բողոքները վարչական դատավարության կարգով ուրեմն հայցը բավարարվել է եւ վարչական ակտը վերացել է։ Յուրաքանչյուր դեպքով իմ պրակտիկայում ես ոչ շատ հաճախ եմ իմ ծանրաբեռնվածությունով պայմանավորված նախաձեռնում, որ զբաղվեմ վարչական իրավախախտումների հետ կապված վեճերով, բայց յուրաքանչյուր դեպքում, երբ որ նախաձեռնել եմ ու զբաղվել եմ, իսկ մոտարապես 20-ից ավել դեպքով բոլոր իմ հայցերը բավարարվել են։ Ես չունեմ վարչական իրավախախտումների գործերով այս մի հատ դատական ակտ, որ մերժում ստացած լինեմ։ Ու պետք է նաև արձանագրենք, որ պետական մարմինների մոտ մի հատ կարծրատիպ կա, որ մտածում են, որ վարչական դատարանը քաղաքացիների շահերն են պաշտպանում, պետության դեմ է աշխատում, ինչ-որ նմանատիպ լիքը արտահայտություններ եմ լսել, պետական ոլորտի աշխատողների մոտ, ոչ միայն ոստիկանների մասին չի խոսքը, այլ առհասարակ ամբողջ պետական բլոկի մասին է խոսքը։ Բայց պետք է ուղղակիորեն արձանագրենք, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը կիրառել է օրենքի տարին համապատասխան նորմերը եւ արդարադատություն է իրականացրել։ Ես չունեմ մի նմանատիպ դեպք, որ ես ուղղակի նկատած լինեմ, որ ինչ-որ հանգամանք է եղել, որ վարչական դատարանի աչքից ուղղակի վրիպել է։ Այդ ուղղակի խոսակցությունները, որ միգուցե, չգիտեմ, շատ ծավալուն է այդ ոլորտը եւ թերացումները դրա հետ կապված է, որ շատ է պետության կողմից դրսևորվող մասնավորապես ու դրա հետ կապված կարծում եմ, որ դեռ զարգանալու շատ տեղ ունենք ու ամենամեծ խնդիրներից մեկն է, որ այսօր պետական մարմիններում էլի նշեմ ոչ միայն ոստիկանությունում գրեթե ամենուր խուսափում են վարչարարություն իրականացնելուց։ Խախտում են լսված լինելու իրավունքը, խուսափում, ուղղակիորեն խուսափում են։ Բողոք ես ներկայացնում կամ դիմում ես ներկայացնում, չէ՞, մեր վարչական վարույթ հարուցելու հիմքը դիմումն է կամ բողոքը։ Ստանում են դիմում կամ բողոք, որ պետք է ըստ սահմանված կարգի համաձայն վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի դա նախադրյալն է վարչական վարույթ սկսելու, փոխարեն նախաձեռնեն եւ իրականացնեն գրությունով պատասխան են ուղարկում։ Այն որ ես գրություն չեմ ներկայացրել ձեզ, ես դիմում եմ ներկայացրել, որի հիման վրա ինձ ապահովեք, որպեսզի ես գամ լսված լինեմ ձեր կողմից, որի արդյունքում ձեր մոտ հավանաբար շատ բաներ կփոխվի, բայց այսօր շատ տեղերում, պետական մարմիններում առավելապես, ուրեմն բարեկային ծառայությունում խուսափում են վարչական վարույթներ իրականացնելուց եւ անձի լսված լինելու իրավունքը իրականացնելուց
այդ ամեն ինչի հետ կապվածը առաջանում են շատ մեծ խնդիրներ։ Ու միևնույն ժամանակ իմ պրակտիկայից եւս մեկ օրինակ բերեմ, այդ խուսափելու հանգամանքների հետ կապված իմ պրակտիկայում դեպք է եղել, երբ որ ես վերադաս բողոք եմ ներկայացրել ու շատ հիմնավոր եմ, որ ես վստահ եմ, որ վարչական վարույթի ընթացքում, երբ որ ամեն ինչ քննարկենք եւ ես ներկայացնեմ, վերադաս վարչական մարմինը անաչառ որոշում կկայացնի եւ հավանաբար կվերացնի որոշումը բարեկային ծառայողի կողմից կայացված, այնուամենայնիվ ես ծանուցում եմ ստանում, բացում եմ ծանուցումը, որպեսզի իմ գրքույկի մեջ ավելացնեմ նիստերի ժամանակացույցի, նկատում եմ, որ գիրկը հետ եմ թերթում։ Ծանուցում եմ ստացել հետին թվով, այսինքն այսօր ենթադրենք ամսի 10-ն է, ստանում եմ, որ ամսի 4-ի լսումներ են, այո, հա։ Ես էլ ունեցել նման պրակտիկա։ Ու դա շատ ցավալի է։ Երբ որ հեռախոսազանգի միջոցով փորձել եմ պարզել, որ խնդրեմ, որպեսզի նոր լսումներ տնեն, միգուցե խնդիրը առաջացել է եւ այլն, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ ես ինքս այդ իրավիճակից վրդոված, ես ինքս առաջինը փորձեցի պոչտայից ճշտել, թե ինչ խնդիրներով, առաջինը չմեղադրելով պետական մարմնին, փորձեցի խնդիրը որոնել հայ փոստայի ծառայության մեջ եւ անմիջապես մոտեցել եմ գրասենյակ տեղեկանքը վերցնելու եւ իրենց այսօր դա բաց համակարգ է եւ մենք ինքներս է որ որոնում ենք կարող ենք տեսնել այնուամենայնիվ ես մոտեցել եմ ուրեմն գրասենյակ փոստայի եւ այնտեղ բացեցին 3 օր առաջ են հանձնել պոչտային եւ ես 3 օր հետո ստացել եմ այսինքն իրենք պոչտային են հանձնել նիստի օրից հետո երբ նշանակվել է այո նիստի օրից 3 օր հետո եւ եւս 3 օր հետո ես ստացել եմ ու որ հեռախոսազանգի միջոցով փորձեցի հասկանալ արդեն համապատասխան պետական մարմնի հետ ինձ ասեցին մենք շուտ էինք տվել Պոչտան է ուշացրել, ես փաստում եմ այն հանգամանքը, որ ես արդեն ճշտել եմ, նման բան չկա, իրենք փաստում են, որ արդեն որոշումը կայացրել, վարչական վարույթը եղել է, որոշումը կայացրել ենք, մերժել ենք։ Ստի լավ, դե բնականաբար գնացի եւ արդեն վարչական դատավարության կարգով փորձեցի իրավունքները պաշտպանեմ, ինչպես եւ նշեցի, իմ պրակտիկայում չի եղել վարչական դատարանում վիճարկում ուրեմն այս ակտերի հետ կապված, որ բավարարված չլինի։ Վարչական մարմինը նման կերպ է անում, որ ասի դատարանին, որ տեսեք, մենք ուղարկել ենք ծանուցումը լսված լինելու իրավունքից օգտվելու համար, բայց իրականում այդ ժամանակ ինչ են ծանուցել։ Այո, եւ դա պետք է փաստենք, որ դա հանգեցնում է պետական ռեսուրսերի վատման։ Ինչի համար, քանի որ երբ որ մենք դիմում ենք դատարան, հետեւաբար եւ դատական ծախսերը մեջը ներառում ենք։ Մասնավորապես պետական турքերի մասին ասեմ, որ յուրաքանչյուր ակտի հետ կապված, երբ որ վիճարկում ենք նույնիսկ 5000 դրամանոց ավելի բարձր է պետական վարչական ակտ 5000 դրամանոց վարչական ակտի պետական турքը 4000 դրամ է։ Գրեթե նույն չափ։ Իսկ եթե 10000 դրամ եւ ավելի է, այնտեղ արդեն 10000 դրամը գերազանցող մասով բազային турքի 1%-ի չափով ավելանում է։ 5000 դրամ եւ գումարված արդեն 5% է սահմանվում, այսինքն երբ որ ունենք 15000 դրամի օրինակ տուժ, վիճարկում ենք 10000 դրամի վարչական տուժ, ապա այս դեպքում 10000 դրամի համար վճարում ենք 5000 դրամ պետական տուժ, պլյուս 5000 դրամի համար է ուրեմն 1%-ի չափով պետական տուրք նորից ավելանում է։ Ու ստացվում է, որ ոչ միայն դա, այլև իմ գործերով նաև անձին խնդրել եմ, որ ես ներկայացնեմ փաստաբանի խելամիտ վարձատրություն, որը եւս վարչական դատարանի կողմից բնականաբար բավարարվում է X գումարների չափով յուրաքանչյուր գործի հետ կապված տարբեր գումարի չափով։ Ու իսկ դա արդեն ես կարծում եմ, որ պետական բյուջեի վատնում է հանդիսանում։ Հա, Հաշվառնելով, որ եթե վարչարարության ընթացքում, այսինքն վերադաս բողոքի քննության ընթացքում մենք պարզաբանեինք յուրաքանչյուր հարց
ու տեսնելով, որ ապացույցները գործում առկա չեն, հիմնավորելու համար վարչական ակտը, ապա միանշանակ վարչական ակտը ենթակա է վերացման, ապա մենք չենք գնա դատարան եւ նույնիսկ հենց այդ փուլում այլևս ոչ պետական տուր կվճարվեր, ոչ փաստաբանի վարձատրության գումար կպահանջվեր։ Ես օրինակ երբևէ չեմ լսել նման դեպք, որ վերադաս ողոքարկում են ու վերադասը բավարարում է ողոքը։ Ես նմանատիպ չեմ ունեցել ու չեմ էլ լսել նման դեպք, միգուցե եղել է։ Ես ինքս իմ պրակտիկայից եմ ասում, որ չեմ ունեցել, իմ մոտ էլ այդ խնդիրը առկա է, Նարա ջան։ Մասնավորապես ստացվում է, որ ասեցի ու սկզբում եւ այդ իրավական ակտերի մասով ավելի չմասնավորեցրի, որ նկատի ունեի, որ յուրաքանչյուր անձ այսօր կարող է ինքն իրան նույնիսկ առանց փաստաբանի դիմելու էլ վարչական ակտը, ուրեմն բողոքարկի, այսինքն երբ որ ունենք մենք վարչական ակտ եւ ուսումնասիրում ենք եւ հստակ նշված է թե որ օրենքի որ կետն է խախտվել, բարդ չի համացանցի միջոցով այդ հոդվածը գտնել եւ համեմատել։ Արդյունքում պարզ կլինի առնվազն այն նվազագույն խախտումը ձևական ինչ-որ սխալներ եւ խախտումներ ակտում առկա է թե ոչ։ Ուղղակի խնդիրն է, որ շատերը չգիտեն ոնց գտնեն այդ օրենքը, օրենսգիրքը ու նաեւ հոդվածը։ Ես ինչի համար եմ համացանցին հղում անում, այլ ոչ թե Arlis համակարգին, Նարա ջան, որովհետեւ այսօր հենց Google տեղեկատվական համակարգով է, որ հոդվածի անունը գրում ես, ինքը անմիջապես համապատասխան լինքով անմիջապես Arlis-ին է ուղղորդում։ Արդյունքում դու այդ օրենքի վրա ես հայտնվում եւ մի շարք այլ դրույթներ է Սայմանան արդյունքներով ուսումնասիրում ես։ Ու միևնույն ժամանակ որպես ինֆորմացիա հայտնեմ, որ կարծում եմ շատ պրոդուկտիվ կլինի քո լսարանի համար, որ եթե անձինք այս մեր զրույցը լսելով կցանկանան ինքնուրույն իրենց իրավունքները պաշտպանեն, մասնավորապես ուղղորդեն, որ մենք վարչական դատավարության կարգով երբ որ դիմում ենք դատարան եւ վարչական դատարան դիմելու համար օրենքը նախատեսում է 4 հայցատեսակներ եւ պետք է ճիշտ հայցատեսակ ընտրենք մեր իրավունքների պաշտպանության համար, ապա այդ ակտերը վիճարկելու համար վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան տեսակը վիճարկման հայցն է, որ պետք է ընտրենք։ Այսինքն մենք երբ որ գրում ենք հայցադիմում, ներքևում պետք է գրենք, որ վարչական ակտը վերացնելու մասին վիճարկման հայց։ Արդեն հստակեցնում ենք եւ հետագայում արդեն դատարանի համար էլ բարձ կլինի։ Պահանջը հստակ արդեն պահանջը հստակ է եւ դատարանը օգտվելով իր ex officio լիազորություններից, ինչպես նշեցի, արդեն իր կողմից եւս կպահանջի երկու կողմերից թեև եւ նորից նշեմ, որ վարչական մարմնի վրա է ուրեմն վիճարկման ակտերի հետ կապված ճանապարհային երթևեկության խախտումների գործերով ապացուցման բեռը ամբողջ ծավալով կրում է վարչական մարմինը, ուստի այս մասով անձը երբ որ ուղղակի նախաձեռնի եւ շատ ծավալուն եւ հիմնավորումներ պետք չի կամ իրավական դիրքորոշումներ, որ քո հայցը բավարարվի։ Մնացածը ինքնաբուխ, այսպես ասած, դրական եզրակացությունը կունենանք։ Ուղղակի այստեղ մի քանի կարևորագույն հստակեցում անեմ, որովհետեւ վարչական դատարանում հայցը վարույթ ընդունվի, մենք պետք է պարտադիր իրացրած լինենք մեր վերադաս բողոքարկման իրավունք, այսինքն մենք չենք կարող ակտը վերցնել ու միանգամից, այսպես ասած, հաշվի առնելով նոր նշված խնդիրները որոշենք, որ միանգամից կգնամ դատարան, որովհետև վարչական մարմինը մերժելու է մեր վերադաս բողոքը, ուստի այս մասով անկախ նրանից կմերժի թե միգուցե եւ պրակտիկայում լիքնեն ուղղակի ինձ հայտնի չի նման դեպքերը կբավարարի վերադաս բողոքը, վերադաս մարմինը, այնուամենայնիվ այդ իրավունքը պետք է սպառենք։ Իսկ այդ իրավունքը սպառելու համար օրենքով հստակ ժամկետներ կան նախատեսված, մասնավորապես երբ որ ակտը նախ բողոքարկման համար ժամկետները նախատեսված 30 օրյա ժամկետ է նախատեսված
վերադասության կարգով բողոքարկման համար եւ այդ ժամկետները չպետք է խախտենք։ Իսկ երբ որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, որ իմ պրակտիկայում էլ հենց եղել է, դրա համար հիշեցի նորից, վերադաս մարմինը խուսափում է այն իրավիճակից, որ անձը ամեն գնով փորձում է այնպես անի, որ չիրացնի իր վերադաս բողոքարկման իրավունքը կամ արդյունքում դա արդեն անձը զրկված կլինի վարչական դատարան դիմելու հնարավորությունից։ Ավելի ճակերտները բացեմ, Նարեկ ջան, իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ որ ակտը ստացել է անձը, որը անմիջապես ուժի մեջ է մտել հաշվի առնելով, որ վարչական վկայականից 1 տարի ժամկետով զրկվելու սանկցիայի նախատեսված, անձը հաջորդ օրը դիմել է ինձ, հաշվի առնելով հրատապությունը ու անձի գործունեության բնույթը, որ իր վարչական վկայականը իր աշխատանքի համար է հարկավոր, ես անմիջապես հաջորդ օրը փաստաբանական հարցման միջոցով փորձել եմ վարչական մարմնի մոտ առկա բոլոր ապացույցները ստանալ, որպեսզի հասկանամ իմ իրավական ուղղվածությունը։ Արդյունքում հաջորդ օրը ես ուղարկելով իմ փաստաբանական հարցումը ու հստակեցնեմ նաև, որ փաստաբանության մասին օրենքով հստակ ժամկետ է 10 օրյա նախատեսված, երբ որ փաստաբանական հարցում ենք անում, 10 օրյա ժամկետում պետք է փաստաբանական հարցումը ստանա իր պատասխանը։ Դա այլ ժամկետ է, քան տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված է։ Ու այս դեպքում ես իմ փաստաբանական հարցման պատասխանը ստանում եմ 28 օր հետո։ Ու 28 օր հետո ստանալով, դե բնականաբար արդեն ինձ 1 օր էր մնացել վերադաս բողոք գրելու, թեև ես այդ 1 օրում ամեն գնով փորձեցի հասցնել, բայց 1 օր այդ ժամկետը խախտվեց, 2 օր ինձ պահանջվեց իմ ծանրաբեռնվածության հետ կապված զուտ, որ նիստեր ունեի, բավականին ծանրաբեռնված էի ու մինչև վերադաս բողոքը հիմնավորումներով եւ իրավական հիմնավորումներով եւ փաստական հիմնավորումներով պատրաստեցի եւ ներկայացրեցի իրանց, ինձնից 2 օր պահանջեց, այսինքն այդ 30 օրյա ժամկետը իմ կամքից անկախ լրացել էր այն հանգամանքում, այն հանգամանքներով պայմանավորված, որ իրենք արդեն իսկ ուշացրել են եւ իմ փաստաբանական իրավունքն են այդ մասով խախտել, որ ես պետք է 10 օրյա ժամկետում ստանայի այդ հարցումը, բայց ավելի ուշ։ Ես այնուամենայնիվ այդ ամեն ինչը հաշվի առնելով նաեւ գրություն եմ ներկայացնում, քանի որ վարչահատության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով էլ է նախատեսված, որ ժամկետը կարող է հարգելի համարվել, երբ որ ներկայացնում ես ինչ պատճառներով եւ հստակ ներկայացրել է, որ ձեր կողմից ստացված փաստաբանական հարցման պատասխանը 15 օր ուշացել է, ուստի խնդրում եմ հարգելի համարել եւ քննել իմ վերադաս բողոքը։ Արդյունքում պատասխան եմ ստանում, որ դուք ժամկետի ավարտից հետո եք ներկայացրել, ուստի այդ մասով բողոքը մերժվում է, այլևս չեն անդրադարձել հիմքերին ու հիմնավորումներին, ուղղակի ժամկետի խախտման մասով իմ վերադաս բողոքը չեն էլ ուսումնասիրել, արդյունքում դա ես վարչական դատարան դիմեցի ու այդ գործը այս պայծառությամբ քննության փուլում է գտնվում։ Այնուամենայնիվ նկատի ունեմ, Նարեկ ջան, որ այս իրավիճակներից եւս խուսափելու համար վարչական դատավարության կարգով մեր իրավունքները պաշտպանված է։ Նույնիսկ եթե մենք փորձում ենք սպառել եւ ինչ որ արեստացին խոչընդոտներ է ստեղծում վարչական մարմինը, որ մենք չկարողանանք մեր իրավունքները պաշտպանել, այնուամենայնիվ օրենքը այդ ամբողջ ուրեմն լծակները ստեղծել է, որպեսզի մեր իրավունքները ոտնահարված չմնան։ Վարչական դատավարության կարգով այդ ամեն կարգավորումը նախատեսված է։ Ուստի հաշվի առնելով, որ 30 օրյա ժամկետում անկախ նրանից կբողոքարկենք, թե չենք բողոքարկի, եթե մեր կամքից անկախ է, ինչպես որ այս դեպքում էր։ Իսկ եթե որոշումը ստանում ենք եւ 30 օրյա ժամկետում մենք չենք բողոքարկում, դա արդեն ստացվում է անձի մեղքով է, որ դա արդեն քո իրավունքը դու չես նախաձեռնել, որ պաշտպանությունը իրացնես։ Այս դեպքում ոչ վարչական մարմինը, ոչ էլ առավել եւս վարչական դատարանը իրավազոր չէ որևիցե գործողություն կատարել ի պաշտպանություն անձանց իրավունքների։
Ուստի այս մասով հորդորում եմ, որ այդ ժամկետների հետ շատ զգույշ լինել, որովհետև ժամկետի խախտումը ճակատագրական է լինում։ Այդ մասով կարծում եմ, որ 30 օրյա ժամկետի լրանալուց հետո, այդ իրավիճակը, որ ներկայացրեցի, որ անմիջապես հետո է ուժի մեջ ստանալու հենց այդ պահին, որտեվ մեծամասնությամբ իրավախախտումների դեպքում 30 օր հետո է որոշումը օրինական ուժ ստանում։ Օրինակ, ենթադրենք կարմիր լույսի ինչ-որ խախտում է եղել կամ հոծ գիծ հատելու հետ կապված իրավախախտում է եղել, նմանատիպ իրավահարաբերությունների դեպքում 30 օր հետո է որոշումը իրավական ուժ ստանում և մենք 30 օրյա ժամկետում իրավունք ունենք բողոքարկելու և մեր իրավունքները իրացնելու, որից հետո արդեն նոր վերադասության կարգով բողոքարկելուց հետո դիմելու ենք վարչական դատարան, վարչական դատարանի համար ժամկետները, այսինքն վիճարկման հայցի պահանջներով ժամկետները 2 ամիս են, այսինքն երբ որ մենք ունենք վարչական մարմնի ուրեմն մերժումը, վերադաս բողոքից հետո, վերադաս վարչական մարմնի մերժումը ստանալուց հետո մեր համար օրենքով նախատեսված վարչական դատարան դիմելու ժամկետը 2 ամիս է։ Դա վիճարկման հայցի դեպքում։ Այո, վիճարկման հայցի դեպքում, որը որ այս դեպքում կիրառելի է, այսինքն ինչպես որ նշեցի, մենք պետք է ընտրենք վիճարկման հայցատեսակը, որովհետեւ մեր ուրեմն պահանջը հասնի իր տրամաբանական լուծմանը։ Երկամսյա ժամկետ, մինչև երկամսյա ժամկետում պետք է հայցը ներկայացվի, որից հետո վարույթ ընդունելու դեպքում նշեմ, որ եթե օրենքով նախատեսված չի, որ անմիջապես պետք է կատարումը լինի վարչական ակտի, ապա վիճարկման հայց ներկայացնելով կասեցվում է ակտի գործողությունը։ Այսինքն մինչև վերջնական դատական ակտ մենք չստանանք, անկախ նրանից, որ 1 ամսյա ժամկետ էր ակտում նախատեսված օրինական ուժ ստանալը, մենք արդեն ունենք վարույթ ընդունված վիճարկման հայց, որի ուժով կասեցվում է, ուրեմն տուգանքը չէ վճարել։ Այո, որ մի անգամից չգնան քաղաքացիները վճարեն, հետո բողոքարկեն արդեն անիմաստ է դառնում։ Այո, իհարկե, եթե օրենքով, ինչպես նշեցի, նախատեսված չի, որ ակտը անմիջապես ուժի մեջ է մտնում, ինչպես որ օրինակ վարորդական վկայականների, ուրեմն երբ որ սանկցիա է կիրառվում, որ վարորդական վկայականը 1 տարի ժամկետով կասեցվում է, այո, այս դեպքերում բնականաբար անմիջապես ուժ է ստանում որոշումը և այս դեպքում պետք է հայցի հետ մեկտեղ լրացուցիչ միջնորդություն ներկայացնել։ Կասեցումից անել։ Այո, կասեցումից անել, իհարկե հիմնավոր միջնորդություն, եթե մեր վարորդական վկայականը մասնավորապես մեզ անհրաժեշտ է մեր աշխատանքային պարտականությունները կատարելու համար, նմանատիպ իրավիճակների համար, այսինքն որ այո, ապրոստի միջոց է նմանատիպ իրավիճակների համար օրենքը նախատեսել է, որ ժամանակավորապես ուրեմն ակտի գործողությունը այս դեպքերում էլ կասեցվի, մինչև վերջնական դատական ակտը օրինական ուժ կստանա։ Շատ հետաքրքիր իրականում, շատ պրոդուկտիվ տեղեկություններ, ապացուցման բերի հետ կապված, կարևոր է նաև տեղեկացնենք, որ երբ որ ակտը ստանում են քաղաքացիները, շատ դեպքերում վարչական մարմինը չի կցում այն ապացույցները, որոնց հիման վրա վարչական մարմինը եկել է այն եզրակացության, որ կա տվյալ դեպքում իրավախախտում։ Այս դեպքում եւս կուզենամ, որ քաղաքացիները ուշադրություն դարձնեն դրանց, որ այսպես ասած առանց ապացույցների է իրավախախտման փաստը արձանագրվել։ Դրանց մասով օրինակ ինչ կասեք։ Դրանց մասով ասեմ, որ իմ պրակտիկայում եւ այսպես ասած 50-50 մեծամասնությամբ չնայած դեպքերում, ավելի գերակշռ դեպքերում տեսաձայնագրությունները պահպանված չեն, որը ինքը պարտադիր մաս է կազմում վարչարարության, իսկ դա շատ կարևորագույն ապացույց է այս տեսակ գործերում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ապացուցման բեռը ամբողջ ցավալով կրում է վարչական մարմինը, մենք ստանալով, ինչպես նշեցի, մեզ հասցեագրված վարչական ակտը,
պետք է անմիջապես փորձենք հասկանալ, թե ինչ փաստական հիմքի վրա է հիմնվել ուրեմն վարչական մարմնի որոշումը։ Այդ երկու հանգամանքն է մեզնից պահանջվում հասկանալ ունենալով մեզ հասցեագրված վարչական ակտը։ Առաջինը, թե ինչ ապացույցով է ապացուցվում որոշումը, որը մեր հանդեպ կայացվել է, եւ ինչ իրավանորմ է կիրառվել մեր հանդեպ։ Իսկ իրավանորմերը մասնավորապես սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ու մեր իրավունքների պաշտպանության տեսանկյունից նշեմ, որ վարչական վարույթի հետ կապված իրավահարաբերությունները, երբ որ ուզում ենք հասկանանք, թե վարչական վարույթը ինչպես սկսել եւ ինչպես շարունակել, ինչ ներկայացնել եւ այլն, այդ համապատասխան օրենքը դա Հայաստանի Հանրապետության վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքն է, որով սահմանվում է այդ ամբողջ կարգը, թե ինչպես պետք է նախաձեռնել, ինչպես արդեն նշեցի, դիմում կամ բողոք ներկայացնելով եւ համապատասխան սկզբունքները ամբողջությամբ ամրագրված են, որը պետք է պահպանվի, որովհետեւ վարչական ակտ, այսինքն այդ ամբողջ փուլը, ինչը որ նախատեսված է վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով ամբողջը օրենքի տարին համապատասխան պետք է պահպանված լինի, որովհետեւ այդ ակտը, որ մեր հանդեպ կիրառել են, իրավաչափ լինի։ Մասնավորապես վարչական վարույթ տերմինը երբ որ օգտագործում ենք, անձանց մոտ շատ անգամ հարցեր առաջանում, պատկերացնում են մի հատ իրավիճակ, որ պետական մարմնում նստած ինչ որ քննարկում եւ այլն, բայց մատնանշեմ, որ հենց այդ պահը, երբ որ բարեկային ծառայության պաշտոնատար անձը մեզ հորդորում է մեքենան աջ քաշել եւ կանգնել, այդտեղից վարչարարությունը սկսվում է։ Դա վարչարարության առաջի հենց այդ փուլն է, որի ավարտը իր կողմից կայացված որոշումով է սահմանափակվում։ Իսկ երբ որ մենք վերադասության կարգով վերադաս բողոք ենք ներկայացնում, դա մեկ այլ վարչական վարույթ է եւ պետք չի դա ընդհանուր մեկ միասնական տերմին հասկանալ, թե սկսվում է այնտեղից, որովհետեւ չհասկանան ինչ լինի, այսինքն դա երբ որ բարեկային ծառայողը քեզ կանգնեցնում է առանձին վարչական վարույթ է, իսկ երբ որ դու վերադասության կարգով բողոքարկում ես վարչական ակտը, դա առանձին վարչական վարույթ է իրենից ենթադրում եւ յուրաքանչյուր դեպքում, ինչպես որ նշեցի, վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի ամբողջ տարերը պետք է պահպանվեն, այսինքն անձի լսված լինելու իրավունքը, այսինքն երբ որ նախ մատնանշեմ, որ երբ որ բարեկային ծառայողը կանգնեցնում է մեքենան, իր հանդեպ կիրառելի է ուրեմն ՀՀ ոստիկանության բարեկային ծառայության կանոնակարգը հաստատելու մասին թիվ 36 ուրեմն L հրամանը ոստիկանության պետի կողմից ընդունված, ուրեմն այդ հրամանի հիման վրա է ինքը իր գործողություններում, ուրեմն այսինքն այդ հրամանով սահմանվում է այն ամենաառաջի պահից վարքագիծը բարեկային ծառայողի, թե մոտենալով քաղաքացուն ինչ վարքագիծ պետք է դրսևորի անձը։ Իսկ երբ որ մենք այդ օրենքը ուսումնասիրում ենք, մեր համար լիիրավ հասկանալի է, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորվի բարեկային ծառայողը, որը մեր իրավիճակում էլի թերացումները շատ են, մասնավորապես հենց այդ դեպքը, որ ես նշեցի արդեն մենք քննարկեցինք, այդ ծխախոտի հետ կապված, բարեկային ծառայողը մոտենալով նախ ուրեմն այդ կանոնակարգով սահմանվում է, երբ որ բարեկային ծառայողը մոտենում է, նախ պետք է ներկայանա իր ազգանունը եւ իր կոչումը ներկայացնելով, այնուհետեւ ձեռքը գլխակին հպելով, նույնիսկ դա սահմանում է կանոնակարգը։ Հա, բայց չեն անում։ Այո, նույնիսկ դա հստակ տարածի սահմանված, որ գլխարկին հպվելով պետք է ողջունի քաղաքացուն, դուքով դիմի եւ այդ ամեն ինչը հստակ սահմանված է։ Ու իր գործողությունների ամբողջ հաջորդականությունը իմ կողմից մատնանշված հրամանով ումը սահմանված է։
որը մեր իրավիճակում, մեր ներկա գործող իրականության մեջ չի գործում, էլ չեմ ասում, որ այդ ընթացքում կարող է երկրորդ բարեկային ծառայողը գա ու անմիջապես խառնվի առանց ներկայանալու եւ իր անձը ներկայացնելու եւ համապատասխան հրամանի կետերը պահելու փորձի արդարացնի իր գործընկերոջը կամ նմանատիպ իրավիճակ, որը ու միևնույն ժամանակ անձինք այսօր հենց օրենքով այդ մատնանշված իմ կողմից օրենքներով հստակ նախատեսված է, որ անձը իրավունք ունի տեսաձայնագրելու իր հեռախոսի միջոցով հենց այդ բանին բարձրացնելու միջոցով այդ ամբողջ ընթացքը տեսաձայնագրի։ Բայց զգուշացնելու է ոստիկանությանը, որ նկարել է։ Դե բնականաբար նախատեսվում է, հա, որ միացնում է եւ ասում է, այո, պետք է զգուշացնի, որ ես տեսաձայնագրում եմ, խնդրում եմ նորից ասեք, ինչ-որ նմանատիպ անձին այդ իրավունքը տրված է, որ ինքը ազատ է եւ իրեն ոչ ոք իրավունք չունի արգելելու, որ այդ վարչարարության ընթացքը տեսաձայնագրի, ինչպես տեսաձայնագրումը բարեկային ծառայողի կողմից, այսօր համացանցերում շատ ենք հանդիպում նման տեսաձայնագրություններ, որ միացնում է եւ ինչ-որ վեճեր է սկսվում, ասում են անջատեք, բայց չէ, բայց դա օրենքով սահմանված է եւ անձն է որոշում ինքը տեսաձայնագրի այդ ընթացքը, թե ոչ, ինչպես որ քաղաքացին իրավունք չունի հորդորելու բարեկային ծառայողին դու ենթադրենք քո տեսաձայնագրող սարքը անջատի։ Դու ես տեսաձայնագրում, ես էլ եմ տեսաձայնագրում։ Ու այնուհետև դա պետք է փաստենք, որ այդ տեսաձայնագրությունը ոչ թե ինչ-որ շանտաժի կամ ինչ-որ մեկ այլ միջոց է, այլ անձի այդ պահից սկսած, վարչարարության ընթացքից սկսած, ապացույցների հավաքագրման ընթացք է, որը մենք արդեն հենց այդ պահից պետք է ձեռք բերենք ապացույցները, որ ենթադրյալ մեր իրավունքները, որը կարող է խախտվել, հետագայում կարողանանք պաշտպանել։ Դա եւս ապացույց է, որ թե վերադասության կարգով բողոքարկման ժամանակ մենք կարող ենք օգտագործել եւ թե հետագայում արդեն դատարանում կարող ենք օգտագործել։ Շատ հետաքրքիր էր, Նազ, իրոք շատ հետաքրքիր էր ու կարծում եմ շատ օգտակար այն բոլոր կարելի ասել բոլոր քաղաքացիների համար, ովքեր որ օգտվում են մեքենաներից կամ ոչ միայն մեքենաներից, այլ նաև իրենց կյանքի ընթացքում կարող է ստանան վարչական ակտ, տուգանվեն ու նմանատիպ այս տեղեկությունները հաստատ օգտակար կլինեն նրանց համար։ Մի հավելում եւս անեմ, Նարա ջան, որ մեր իրականության մեջ շատ հաճախ, երբ որ վարչական ակտ է կայացվում անձի նկատմամբ, անձինք ու համաձայն չեն լինում այդ ակտի հետ, անձինք իրենց փորձելով իրենց իրավունքները պաշտպանել, փորձում են հրաժարվել ակտը վերցնելուց, բայց դա իրավիճակի լուծում չի, ընդհակառակը դա հետագայում հանգեցնելու է իրենց հանդեպ ավելի մեծ իրավախախտումների, քանի որ ակտը չվերցնելը իրավիճակից չի ազատում։ Ուղղակի կարելի է խորհուրդ եմ տալիս, որ ակտի վրա քո ձեռքով գրես, որ համաձայն չեմ այդ երկու բառը ու ակտը ստանաս, որովհետեւ հետագայում թե անձանց, թե փաստաբանի միջոցով ակտը բողոքարկման ժամանակ խնդիրներ չունենանք ակտը ունենալ կամ չունենալու հետ։ Իմ պրակտիկայում հենց հիմա նման իրավիճակ կա, որ ես ուղղակի օրով փաստաբանական հարցում եմ կատարել եւ փորձում եմ ակտ ստանալ այն խնդրի պատճառով, որ քաղաքացին համաձայն չի եղել եւ ասել ակտը չեմ վերցնում, հետո եկել է ինձ դիմել։ Այս դեպքում ոնց եք լուծումը տվել, եթե չի վերցնում ու համաձայն չի։ Տեսեք, ասացի, փաստաբանական հարցում եմ արել, մասնավորապես անձի նույնականացման համար ներկայացրել եմ իմ հարցման մեջ անձի անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալները եւ օրը եւ մոտավոր ժամը ակտի կայացման, դա նույնականացման տվյալ է, որի հիման վրա արդեն հիմք ընդունելով փաստաբանության մասին օրենքը ինձ օրենքով սահմանված ժամկետում ակտը եւ համապատասխան վարույթում առկա բոլոր ապացույցները այո կտրամադրեն։ Իսկ ակտը չվերցնելը միայն գլխացավանքներ է առաջացնելու, որը ես խորհուրդ չեմ տա անել ու կարելի է խուսափել ուղղակի դրանից, որովհետեւ դա պատասխանատվությունից չի ազատում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ շնորհակալ, Նարա ջան։